Վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել էր Լոս Անջելես ու անգամ այնտեղ հազարավոր կիլոմետրեր հեռու նրան գտան բնապահպան ակտիվիստները։ Չէ, դե պետք չի տենց դրամատիկ հիմա։ Վարչապետենք ընտեղ էին ցույցեր հանուն բնության, հանուն թեղուտի։ Մենք այստեղ ենք, որ իրենք հանգիստ չզգան, որ իրենք չմտածեն, որ իրենք որևէ տեղ Բերմուդյան կղզիներում կամ այլ մոլորակում կարող են պահպանել իրենց գողացածը, կարող են փրկվեն ժողովրդի արդար դատից։ Ժողովրդի արդար դատը համով բալիկների միջոցով թռուցիկներ էր բաժանում պատահական հայ անցորդներին։ I know, because he knows we're here. He knows we're good. Yeah. Բորատի մեջի ազամատը չէր։ Կամ ինքնա կամ վարչապետի նոր օգնականներից է, հիմա լիքը նոր օգնական ունի։ Համեստ առաջարկ եղավ, որ Սփյուռքը գա Հայաստան թեղուտի ու այլ խնդիրները մեկ ընդմիշտ լուծի ու գնա հետ։ Բայց ի՞նչ գնա հետ։ Եկել հասել եք, մնացեք։ Կամ նախագահական ընտրությունների ժամանակ, կամ ինչ որ մի օր բոլորս գումար գտնենք, մի հատ տոմս առնենք, մի ամսով գնալու Երևան, մի 50,000 հոգով։ Մոտավորապես։ Եթե մենք կարողանանք, որտեղ չենք բախվում։ 50,000-ը քիչ չի, մի 100,000 սփյուռքահայ, որ տոմսերը առնեն, գան, հասնեն Երևան, հաստատ մեր բոլոր խնդիրները կլուծեն ու վստահ եմ ժամանակ կգտնեն դա անել։ Իհարկե ժամանակ կգտնեն։ Տես քանի հոգի հենց Լոս Անջելեսում ժամանակ գտավ, նստեց մեքենան ու մի 20 կիլոմետր քշեց, որ հասնի ցույցին։ Եթե սարեցիք օլիգարխների վրա։ Մի 30 հոգի փաստորեն։ Լավ, բայց կարևորը քանակը չի, կարևորը որակն է։ Տես ինչ հավեսով տեղը տեղին ռազմայնասիրական դիմավորեցին վարչապետին, չնայած որ եկել էին մունատ գալու։ Բայց Երանի, որ յուրազգի, ազատության կրսողվի։ Ծափարություններ, հիմնից հետո ծափարում են։ Ծափարելի բազել չունենք այլ Հիմնը որ հնչում է, պետք է ծափարես հիմնի համար։ Դա ամերիկյան ավանդույթ է, նաև հայկական։ Իդեպ վարչապետ բնապահպաններ զուգերքը արդեն կարող եք քաշել gov.am կամ Zaytsev.net կայքերից։ Որով մենք հագել ենք կանաչ թիշերթներ, որի վրա թեղուտ կա։ Պարոն վարչապետ, Շապիկ տվեք իրեն։ անկեղծ ասած ես տեղյակ Somebody give him a t-shirt. Մեկն ու մեկը շապիկ նվիրեք։ Եթե դուք որպես իշխանություն դեր չկանգնեք ու չկանգնացնեք այս աղետալի ծրագրերը, որոնք ոչ մի էմոցիայի հետ կապ չունեն, գնացեք այցելեք Քաջարան, գնացեք այցելեք Թեղուտ եւ նայեք ինչ են անում մեր Հայաստանի հետ։ Այս մարդիկ դեր են եւ երբեք չմտածեք, որ Սփյուռքը անդարբեր է լինելու։ Բայց բողոքի ցույցը կարծես թե անսովոր ջերմ անցավ։ Դե բա Ամերիկա տեղ էին, ինչի կռվեին, մարդիկ մտածում են արագ մի հատ Պլստան, iPad բան առնեն։ Ես շատ ուրախ եմ, որ ձեր շարժումը նաև տալիս է դրական արդյունքներ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանալով ահազանգեր, իմանալով այն տրամադրությունների մասին, որոնք կան հանրության մեջ, տեսնելով, որ օրեցօր բարձրանում է կանանչների հեղինակությունը Հայաստանի Հանրապետության, տեսնում ենք, որ նաև պետական կառույցներ հաշվեն առնում այդ կարծիքը եւ դուք ունեք նաև նվաճումներ այդ առումով։ Տեսար ինչ ուշադիր էր լսում վարչապետին չինացի օգնականը։ Չինացի օգնականը։ Ասում եմ, չէ, լիքը նոր օգնական ունի։ Սիրով հրավիրում եմ ձեզ Հայաստան եւ պատրաստ եմ ձեզ հետ Պետք է ժողովրդավարություն լինի Հայաստանում։ հանդիպել Հայաստանում, ժողովրդավարությունը կարողանանք միասին ստեղծել, երբ որ ես ձեզ կընդունեմ կառավարությունը։ Այմար դուք եկեք ժողովրդավարությունը մեր կողմից։ Դուք հենց մի հատ եկեք Կասկադից Երևանը տեսեք, ժողովրդավարությունն էլ կմոռանաք, սիրելի Սփյուռք։ Ձեզ հետ միասին գործով կապացուցենք։ Հետևելու ենք։ Մեր հայրենիք ազատանք։ Այս sense-ը պետք ոնց ռազմայնասիրական դիմավորեցին, տենց էլ ռազմայնասիրական ճամփեցին։ Խոստացած շապիկը տվեցիք այդ մարդուն։